Ողջույն, ձեզ հետ կրկինի ակումբն է, հետաքրքիր ինտերնետային նորությունների սպասեք լուրերի թողարկումից անմիջապես հետո։ 24 ժամ Երևանի քաղաքապետարանում ինչ էին անում օր ու գիշեր երիտասարդ ծրագրավորողները եւ չծրագրավորողները այնտեղ եւ ինչ է հեքաթոնը, էքսկլյուզիվ ուղիղ հեռարձակման ամփոփումը մեր եթերում։ Ինչպես գնել ինտերնետով ամանորին ընթരാճ սովորում ենք խուսափել դրամարկղային հերթերից։ Ինչ է e-banking-ը, ինչով է այն հարմար, որտեղ են պահվում ձեր ինտերնետային փողերը, ինչպես օգտվել դրանցից։ Զարդարենք տոնածառը չլքելով ինտերնետը։ Ձեռքով պատրաստված խաղալիքները Facebook-յան էջերից գալիս են մեր տուն։ Առաջին ձյունն ինտերնետում բացարեք google.com, գրեք այնտեղ անգլերեն let it snow, թող ձյուն գա, եւ ձեր ցանկությունը կկատարվի։ Ձյան հետ մեկտեղ ձեր մոնիտորը կպատվի գոլորշով, որը կարող եք ջնջել մկնիկի օգնությամբ։ Ահա այսպիսի ամանորյա նվեր Google-ից։ Facebook սոցիալական ցանցը շարունակում է մնալ աշխարհի ամենահրապուրիչ տեխնոլոգիական ընկերությունը, ինչպես հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները, անգլիալեզու Glassdoor կայքի կողմից կազմված լավագույն գործատուների վարկանշային աղյուսակում Facebook-ը երրորդ տեղն է զբաղեցրել, առաջ անցնելով ամերիկյան Google որոնողական հսկայից եւ էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող Apple կորպորացիայից։ Facebook-ն անցած տարի Glassdoor-ի վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականն է զբաղեցրել։ Այս տարի սակայն սոցցանցից առաջ են անցել խորհրդատվական Bain & Company եւ McKinsey & Company ընկերությունները։ Չորրորդ հորիզոնականը տեխնոլոգիական մշակումներով զբաղվող Meter ոչ առևտրային ընկերությունն է զբաղեցրել։ Հինգերորդում Google-ն է։ Վիկիպեդիայի հիմնադիր Ջիմի Ուելսը ցանկանում է ժամանակավորապես փակել նախագիծը՝ ի նշան բողոքի չլիցենզավորված արտադրանքն արգելող ԱՄՆ օրենքի դեմ։ Վիկիպեդիան նման քայլի էր դիմել նաև, երբ Իտալիան էր փորձում նմանօրինակ օրենք ընդունել։ Իտալական իշխանություններն այն ժամանակ վերանայեցին օրինագիծը։ Ես համարում եմ, որ իտալական Վիկիպեդիայի աշխատակիցների գործողությունները զգալի արդյունքներ տվեցին, սակայն ներկայումս պատրաստվում է ավելի խիստ օրինագիծ։ Stop Online Piracy Act-ը ԱՄՆ կոնգրեսում ցանկանում են անցկացնել արագացված տեմպով, գրել է Ուելսն իր բլոգում։ Ամերիկյան Stop Online Piracy Act-ը ենթադրում է դատարանի որոշմամբ ցանցից հեռացնել ցանկացած ինտերնետային ռեսուրս, որի միջոցով ցանցում չլիցենզավորված կոնտենտ է հայտնվում, նույնիսկ եթե ռեսուրսի տերը ոչ մի կապ չունի տարածվող կոնտենտի հետ, տեղեկացնում է Երկիր AM-ը։ Անցած շաբաթ Google ընկերությունը Android Market on-line խանութի 22 հավելված է ոչնչացրել բջջային հեռախոսների համար նոր սպառնալիք ներկայացնելու պատճառով։ Որոշ անմեղ թվացող հավելվածային ծրագրեր օգտվողներից գումարներ էին գանձել SMS-ներ ուղարկելու եւ ստանալու դիմաց։ Հավելվածի գործարկման դեպքում հայտնվում է ծառայություններ ներկայացնող կոճակը։ Այն սեղմելիս օգտվողը համաձայնում է ծառայության ներկայացման պայմաններին եւ սեղմելով Next կոճակը ակամա ընդունում, որ յուրաքանչյուր SMS-ի դիմաց գումար գանձվի։ Հաղորդում է VentureBeat.com-ը։ Ներկայումս վնասաբեր ծրագրերի նշանառության տակ են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մի շարք երկրների օգտագործողները։ Cradle ընկերությունը թողարկել է iPen աքսեսուարը, որը թույլ է տալիս նկարել, գրել, գծագրեր գծել iPad պլանշետային համակարգչի վրա։ Այն ունի բավական բարակ ծայր, ինչը թույլ է տալիս հստակ գծեր ստանալ։ Գրչինքից փոխանցիչի միջոցով iPen-ն ազդանշան է ուղարկում էկրանի վրա կատարած գործողությունների մասին եւ պատկերը հայտնվում է վայրկենապես։ Նշենք, որ iPen-ն արժե $79։ Շուտով iPen-ի հետ համատեղելի կլինեն նաև հետևյալ ծրագրերը՝ ArtRage, ForceCore, IBIS Paint, Notes Plus, PDF Notes եւ այլն, հաղորդում է Թերթ AM-ը։ Աշխարհում ամեն ինչ ունի իր ինտերնետային եւ էլեկտրոնային տարբերակը, այդ թվում բանկերը։ Այսպիսով, ինչպես օգտվել էլեկտրոնային բանկերից եւ ինչու են այդ համակարգերն այդքան կարեւոր։ Համաշխարհային բանկային համակարգը վաղուց ստեղծել է այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս համացանցի այցելուներին բազմապիսի գործարքներ կնքել ցանցի ներսում։ Մեր երկրում էլ բազմաթիվ բանկեր գործում են նաև ինտերնետ տիրույթում։ Prometei բանկի մարքեթինգային եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տաթևիկ Դիանոյանի հետ զրույցից պարզեցինք, որ տեղական բանկերը գրեթե ոչնչով հետ չեն մնում համաշխարհային բանկերի առաջարկած հաշիվների հեռակառավարման համակարգերից։ Տաթևիկը առանձնացրեց e-banking-ի մի քանի տեսակ, որոնց մենք այժմ հերթականությամբ կանդրադառնանք։ Prometei on-line հաշիվների հեռակառավարման համակարգը հայտնի է աշխարհում եւ այն հնարավորություն է տալիս ցանկացած վայրից, ցանկացած տեղում համակարգչի արկայության պայմաններում օգտվել բանկային ծառայություններից։ Ի հավելումն այս ամենի դուք նաև կարող եք։ Հաճախորդները կարողանում են դիտել իրենց ընթացիկ հաշիվները,
վարկի մարումները, գրաֆիկները, ավանդի ընթացիկ հաշիվները եւ մարումները, ինչպես նաեւ կատարել տարբեր գործարքներ, ինչպիսին են փոխանցումներ, տարադրամի փոխանակում, մարումներ եւ այլն։ Հաշիվների հեռակառավարման համակարգը ել ավելի կատարելագործվեց շնորհիվ մի նորամուծության։ Ունեցանք նորամուծություն, որը ավելացնում է Prometei Online այս ծառայության անվտանգությունը, դա DigiPass Go6 սարքի առկայությունն է, որը գեներացնում է նշանաբաններ, թվեր 6 նիշից բաղկացած եւ այս սարքի միջոցով առավել անվտանգ հաճախորդները կարող են օգտվել Prometei Online ծառայությունից։ Վերջերս էլ e-banking-ի համակարգում ի հայտ եկավ այսպես կոչված mobile հեռախոսային բանկինգը, որը Հայաստանում նույնպես արդեն կիրառելի է։ Prometei Mobile ծառայությունը ուրեմն իրենց ներկայացնում է նորից հեռակառավարման համակարգ եւ հեռախոսի առկայության դեպքում, ինչպես նաեւ ցանկացած տիպի ինտերնետային կապի առկայության դեպքում հաճախորդները կարող են օգտվել բանկային ծառայություններից հեռահար կերպով։ Իսկ ահա SMS banking կոչվածը դեռ նոր է կիրառվում մեր երկրում։ Դրանք SMS-ների միջոցով, տարբեր հաղորդագրությունների միջոցով, նաև հաճախորդներին ներգրաված պահելն է։ Ինտերնետային բանկային համակարգից օգտվելու համար մուտք գործեք տվյալ բանկի կայքը, այս պարագայում փորձեք այցելել prometeibank.am։ Հաճախորդները այցելում են Prometei բանկի կայքը, որտեղ հենց այցելելով Prometei Online բաժինը գրանցվում են, բանկը հաճախորդներին տրամադրում է նշանաբան եւ գրանցվելով իրենք կարողանում են արդեն տեսնել իրենց հաշիվները եւ կառավարել։ Կա նաեւ բանկ հաճախորդ համակարգ, որի մասին նույնպես արժե տեղեկանալ։ Բանկ հաճախորդ համակարգի դեպքում արդեն բանկի աշխատողը հաճախորդի համակարգչի վրա տեղադրում է համակարգ եւ միայն այդ համակարգը տեղադրելու միջոցով արդեն հաճախորդը կարողանում է ունենալ հնարավորություն օգտվելու այս ծառայությունից։ Էլեկտրոնային գործարքների մասին այլ հետաքրքիր մանրամասներ մեր հաջորդ խորագրում։ Դրամն այլևս թուղթ կամ մանրադրամ չէ, դրամի էլեկտրոնային տեսակը իդրամը գործում է 2004 թվականից, այդ օրվանից սկսած այն իրականացնում է բազմաթիվ գործողություններ, այսպիսով ինչպես օգտվել իդրամից։ Անտեսանելի փողի հետ վարվել սովորել ենք իրականում արդեն վաղուց, պլաստիկ քարտերից խանութներում օգտվում են արդեն շատերը։ Սակայն հաջորդ քայլը ինտերնետային վճարումները, դեռևս զգուշանում ենք անել։ Շատերին վճարումների այս եղանակը վստահություն չի ներշնչում։ Ինչպես սկսել, ինտերնետային դրամի մասին մեզ ամեն ինչ կբացատրի իդրամի տնօրեն Գայանե Ստեփանյանը։ Սկսենք հենց այս վճարային համակարգից։ Վճարային գործիք է, որի միջոցով հաճախորդները, օգտագործողները կարող են ինտերնետ միջավայրում առցանց վիճակում իրականացնել իրենց ֆինանսական գործարքները։ Այժմ եկեք միասին փորձենք կիրառել այս համակարգը, կարևորը առանց վախենալու, ամեն ինչ շատ պարզ է։ Իդրամի միջոցով այսօր կա երկու տարբերակ օգտվելու, կայքի միջոցով եւ կարող եք հեռախոսների միջոցով էլ օգտվել, հեռախոսի տարբերակն էլ կա idr.am, ինչպես նաև idram.am կայքի միջոցով կարող եք ինքը կայքը պատրաստված է շատ հարմարավետ եւ ասենք հեշտ օգտագործելի։ Երբ արդեն գրանցվեցիք, կարող եք ձեր հաշիվը ցանկացած տերմինալից լիցքավորել ու անցնել հաջորդ քայլին։ Տանը նստած հերթերից խուսափելով կատարել կոմունալ վճարումներ։ Կարող ենք վարկեր մարել, կարող ենք հարկեր турքեր վճարել, գույքահարկեր։ Վերջերս մի հատ մեծ պրոյեկտ իրականացրեց իդրամը, որ իդրամ համակարգով, այսինքն առցանց քաղաքացիները առանց իրենց վարչական շրջան այցելելու կարող են ինտերնետի միջոցով մեր համակարգում ճշտել իրենց գույքահարկի, հողի, տան անշարժ գույքի պարտքերը եւ օնլայն վճարել։ Իդրամ համակարգում իդեպ ապահովությունը հասցված է առավելագույնի ու համապատասխանում է միջազգային ստանդարտներին։ Ինքը 8 աստիճանի ապահովված է, այսինքն բոլոր անվտանգության պահանջները այսօր բավարարում է համակարգը ինքը։ Բացի վճարումներից կարող եք կատարել նաև տարադրամի փոխանցումներ, չնայած իդրամ համակարգի ստեղծած հարմարավետ միջավայրին, այսպես կոչված էլեկտրոնային կոմերցիան դեռևս շատ դանդաղ է զարգանում։ Մարդկային անվստահության կողքին կան նաև իրավական եւ տեխնիկական խնդիրներ։ Կոնկրետ իրավական դաշտում, ասենք հարկային դաշտում, որ դեռևս ասենք ինտերնետ միջավայրում վճարման
այդ անդրորագրերը, էլեկտրոնային վճարումները, ինվոյսները դեռևս չեն համարվում, ասենք թե փաստաթուղթ ձևակերպումների համար։ Էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը խոչընդոտում է նաև խանութների գործելավոճը։ Խանութների մոտ կա խնդրեմ ինտերնետ միջավայրում առևտուր իրականացնելու կուլտուրան դեռ զարգացած չի, ասենք։ Եվ ամենամեծ խնդիրը, որ այսօր չկա հնարավորություն դրսի Visa Master քարտերը, այսինքն դրսում թողարկված քարտերը սպասարկելու համար։ Պարզվում է մենք ինտերնետ օգտագործողներս այնքան էլ շատ չենք, որպեսզի այս ոլորտը զարգանա, մեր դերը նույնպես մեծ է այս գործընթացում։ Նշվում են ինտերնետի որակի եւ բարելավման եւ ասենք հասանելիության չափանիշները, որ ավելանում է, բայց ավելանում է շատ դանդաղ, որը ասենք կա, իհարկե, երբ նայում ես ցուցանիշները, աճը գրանցվում է, ամիս, օրի գրանցվում է աճը, բայց դա այդ աճը կատարվում է շատ դանդաղ, եթե համեմատենք, ասենք, մեր տարածաշրջանի, մեր կողքի կոնկրետ նույն մեր հարևանների հետ համեմատ, թե ինտերնետ հասանելիությամբ, թե օգտագործողների քանակով մենք զիջում ենք։ Կան իհարկե օբյեկտիվ պատճառներ, մեր երկիրը փոքր է, մարդիկ կարող են իրենց թույլ տալ հասնել որևէ խանութ, տվյալ իրը ձեռք բերելու համար, բայց ժամանակը թանկ է ու ինչու չխնայել այն, եթե հնարավոր է։ Ամենաթանկն ի վերջո ժամանակն է, բոլորս էլ հոգնել ենք տարբեր դրամարկղերի առջև գոյացող հերթերից։ Հիշեցնենք, ինտերնետում հերթեր չկան, անգամ նախատոնական օրերին։ Ամեն օր մեր հանրապետության փողոցներում եւ տներում հայտնվում են նոր տոնածառներ։ Մարդիկ զարդարում են դրանք չխնայելով իրենց ժամանակն ու միջոցները։ Ինտերնետում եւս աշխուժություն է տիրում, շատերը գերադասում են իրենց տոնածառի խաղալիքը ձեռք բերել հենց այստեղից, այդպիսով նպաստում են նաեւ ինտերնետային առևտրի զարգացմանը։ Անուշ Քոչարյանը լրագրող է, բայց դա իրեն չի խանգարում համակարգչի ստեղնաշարից հեռանալուն պես զբաղվել իր մեկ այլ սիրած գործով։ Այն է ամանորյա տոնական խաղալիքներ պատրաստելը։ Ինձ համար սոցիալական ցանցերը ի սկզբանե ընկերները շփվելու լավ միջոց են, բայց երբ որ ինչ-որ նոր բան է ստեղծում եւ ուզում ես ցույց տալ, արագ կամ պատմել դրա մասին, կարծում եմ լավագույն օրինակը հենց Facebook-ն է։ Իսկ ամեն ինչ սկսվեց այսպես։ Մեզ մոտ այդպիսի էքսպրոմպտ որոշումներ շատ շուտ կայացվում ընկերներ, որ ժուրնալիստական խոսակցություններ շատ հոգնում ենք ու մտածում ենք ուտելու մասին, օրինակ առաջին անգամ այդպես ստացվեց ու նայեցինք հին սովետական սառնարին, ասացինք շատ տխուր է, եկեք այս սառնարանը գունավորենք։ Նոր տարվա իրարանցումը նույնպես Անուշենց աչքից չվրիպեց ու սկսեցին ամանորյա խաղալիքներ պատրաստել։ Երբ որ մենք խոհանոցում նստած որոշեցինք, որ պետք է խաղալիք սարքենք, ասացինք, չէ, մեզ պետք է առանձին սենյակ, լուսավոր, տեխնոլոգիաներով հագեցած ու համակարգիչը դրեցինք այդ սենյակում, այդ ամբողջ իրերը բերեցինք այդ սենյակ, մի խոսքով ստեղծեցին կոմֆորտ, որտեղ մեզ կարող ենք ստեղծարար ավելի զգալ ու այդպես ես խաղալիքը պատրաստում էի, ընկերներից մեկը Արագ Վարդանը արագ նկարում էր, տեղադրում էր Facebook-ում, խումբ ստեղծվեց, ներառեցինք մարդկանց, ընկերների եւ հետո ոչ ընկերների։ Իդեպ ուշադրություն, Facebook-ի խմբից բոլորին ծանոթ այս խաղալիքը իրականում ոսկեգույն չէ, այլ արծաթագույն։ Հետաքրքիր է, որ կոնկրետ այս խաղալիքը նկարում ոսկեգույն էր ստացվել պայմանավորված լույսով ու կոմենտողների մեծ մասը գրում էր ավելի լավ կլինի, որ այն արծաթագույն լինի ու ես բացատրում էի, հետո մտածի, որ կարելի է ուղղակի նկարել եւ տեղադրել, ուղղակի ժամանակ չունեի նկարելու, բայց ստացվեց, որ ավելի շատ ժամանակ ծախսեցի նա վրա, որ բացատրեմ, որ իրականում այս խաղալիքը արծաթագույն է։ Հիմա եմ ասում, այս խաղալիքը արծաթագույն է։ Խոսենք այս փոքրիկ հրաշալի խաղալիքների հումքից։ Առաջին հայացքից դժվար է կռահել, ավելի լավ է Անուշը ինքը խոսի դրանց պատրաստման եղանակներից։ Սա մետաղական հումք ունի, ինչպես տեսնում եք, ու ինքը մի քանի անգամ փոփոխություններ է ենթարկվել, որովհետև քանի որ ես կապ չունեմ ընդհանրապես, չեմ զբաղվել երբևէ եւ տեխնոլոգիային չեմ տիրապետել, ինչի հետ խառնելուց ինչ է ստացվում, մեզ մոտ շատ տարօրինակ բան ստացվեց։ Ձյունիկները մենք լցրեցինք այս խնձորի մեջ ու միանգամից փորձեցինք արծաթապատել եւ ձյունիկներից ոչինչ չմնաց, ինչպես տեսնում եք, որովհետեւ ինքը ինչ որ ռեակցիայի ենթարկվեց եւ ամբողջովին անհետացավ, դա մեր առաջին փորձն էր։ Անուշը մեզ ներկայացրեց եւս մի հետաքրքիր խաղալիք, որը բոլորս էլ կարող ենք պատրաստել։ Սա այն տոնածառների համար է, որոնք այսպիսի թեքություն ունեն, այսինքն ինքը չի կախվում, այլ այսպես դրվում է։
նման գթալներ, սա հումքը գթալներն են։ Ես միշտ ասում եմ չեմ ասի, ես հումքը ինչ եմ արել, բայց քանի որ երևում է նաև ակնհայտ սրա մեջ, մենք առաջ սրանից լամպեր էինք պատրաստում, իսկ հիմա անցանք տոնածառի խաղալիքներին, իրականում ինքը բարդն է, որ դժվարությամբ է կոտրվում եւ դժվարությամբ են ամրանում։ Եվ վերջում ձեռագործ ամանորյա խաղալիքներ պատրաստող լրագրող Անուշ Քոչարյանի խորհուրդը բոլոր նրանց, ովքեր սիրում են տարբերվել լավ իմաստով։ Ամանորը տոնեն շատ անհատական, որովհետև այդպիսի սկիզբը կարծում եմ ողջ տարվա համար անհատական եւ անձնական կարիերայի եւ անձնական մղումների համար լավագույն միջոցը կարող է լինել։ Այսպիսով ուզում եք ունենալ տոնածառի յուրօրինակ խաղալիք ու ողջ տարին անցկացնել ինդիվիդուալ միջավայրում, այդ դեպքում գտեք Անուշի Christmas Tree Toys խումբը Facebook-ում։ Միացեք ու ընտրեք ձեր խաղալիքը։ Վերջապես կայացավ հեքաթոնը, եթե այս անվանումը ձեզ ոչինչ չի ասում, ուրեմն դուք չեք դիտել մեր նախորդ հաղորդումներում տեղ գտած տեսանյութը, իսկ եթե ասում է, ուրեմն սպասեք հետաքրքիր եւ նոր բացահայտումների։ Ակումբը մեծ սիրով լուսաբանում է միջոցառումը դեպքի վայրից։ Այսպիսով մենք արդեն գտնվում ենք հեքաթոնյան փառատոնի ամենաթեժ կետում եւ ձեր ուշադրությանը կներկայացնենք մի շարք հետաքրքիր մանրամասներ։ Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի, ծրագրավորողների եւ այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել։ Առաջին հեքաթոնը Հայաստանում նվիրված էր Երևան քաղաքի խնդիրներին ու դրանց լուծման համար ստեղծված ծրագրերին։ Հեքաթոնյան փառատոնը իր շուրջն էր համախմբել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իսկական նվիրյալների, քանի որ ոչ բոլորը կհամաձայնեին 24 ժամ մնալ քաղաքապետարանում, որքան էլ որ մթնոլորտը ջերմ ու տրամադրող լիներ։ Մենք իհարկե չկիսեցինք մասնակիցների ինտերնետային խրախճանքը մինչև վերջ, բայց եւ հասցրեցինք դառնալ այս տեղեկատվական տոնի մի մասը։ Հանրային լրագրության ակումբի ղեկավար համակազմակերպիչ Սեդա Մուրադյանն ասում է, որ մասնակիցներին քաջալերելու համար իրենք հրավիրել են նաև փորձագետների, որոնք եւ պատրաստ են պատասխանելու ցանկացած հարցի, որ կարող է առաջանալ գործնական process-ի ժամանակ։ Մենք հրավիրել ենք 3 փորձագետներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից եւ նրանք մոտենում են հերթով բոլոր թիմերին, լսում թիմերի նախագծերի մասին եւ հայտնում իրենց կարծիքը, եթե հարկավոր է խորհրդատվություն են փոխանցում եւ օգնում են թիմերին ավելի հղկել իրենց իդեան, հղկել այդ գաղափարը, որի վրա աշխատում են։ Սեդային փառատոնում մասնակիցների ցուցաբերած ակտիվությունը հաճելիորեն զարմացրել էր։ Սա նույնիսկ ավելին է, քան ինչ որ մենք սպասում էինք ու ակնկալում էինք, որովհետև իսկապես աննախադեպ է մասնակիցների քանակը։ Դրանպես Հայաստանում նմանատիպ մրցույթների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող մրցույթներին, ըստ ոլորտի մասնագետների, մասնակցում է լավագույն դեպքում 10-ից 15, մաքսիմում 20 թիմ։ Մենք ունենք 50-ից ավելի հայտ, 41 թիմ գրանցվեց մասնակցելու համար եւ այս պահին մենք ունենք 35-ից ավելի թիմեր, որ եկել են մասնակցում են իրենց նախագծերով։ Նշենք, որ սա ամենամեծ հեքաթոնն է մեր տարածաշրջանում, շարունակենք անդրադարձը։ Փորձագետների շարքում էր բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, որը ներկայացրեց, թե հիմնականում ինչ հարցեր են հուզում մասնակիցներին։ Հարցերը սկսած նրանից, թե ընդհանրապես այս մեծ գաղափարից ինչը իմաստ ունի իրագործելու, այսինքն ռեալ ինչը կաշխատի, վերջացած նրանից, թե ինչ տիպի հեռախոսների վրա կարելի է այդ ծրագիրը անել, որտեղ շատ ծրագրեր կան, որ բջջային հեռախոսների հետ կապ ունեն, շատ հետաքրքիր բաներ են ուզում սարքեն մարդիկ, ու առաջանում է խնդիրներ կապված օրինակ, թե ինչ տիպի սմարթֆոնների վրա կարելի է աշխատացնել, որի վրա չէ եւ այլն։ Այժմ եկեք ծանոթանանք մասնակիցներից ոմանց եւ նրանց ներկայացրած ծրագրերին։ Նախագիծն իրենից ներկայացնում է Երևան քաղաքի սոցիալական մեդիա ցանց, որը ավելի շատ օգնելու է Երևանի քաղաքացիներին ու զանգվածային լրատվամիջոցներին միմյանց հետ ավելի հեշտ կապ հաստատել եւ ոչ միայն առհասարակ ցանկացած մոբայլ դիվայսով, դա կլինի ամենահասարակ բջջային հեռախոսը, թե կլինի վերջին պլանշետը, դուք կարողանաք կայքում, որը կստեղծվի, post անել, տեղադրել որևէ հաղորդագրություն, որը ենթադրենք ձեզ ամենահետաքրքրող թեմային կվերաբերվի, տվյալ պահին ինչ է տեղի ունենում, ենթադրենք մեր Երևան քաղաքում։ Գաղափարը մոտավորապես առաջացել է 1 ամիս առաջ, Մայ տրանսպորտային թիմ է ձևավորվել
որը փորձելու է լուծել Երևանի եւ ընդհանրապես Հայաստանի միջքաղաքային տրանսպորտի չվացուցակների խնդիրը։ Փորձում ենք պայքարել խցանումների դեմ, այսինքն մեր ծրագիրը փորձի, դուք գիտեք, որ վերջերս տեսախցիկներ են տեղադրվել փողոցներում եւ այդ տեսախցիկների օգնությամբ ծրագիրը անալիզի կենթարկի տրված ինֆորմացիան Հայաստանի տարածքի կանաչապատման նախագիծ, այսինքն փորձում ենք բանալնս կչացնենք ծառահատումները ու հաշվառում ենք բոլոր կանաչ գոտիներն ու նետագամ նաև բոլոր ծառերը։ Այսօր իպատիվ խորագրում իր վարկանիշային աղյուսակներն է ներկայացնում բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, որը հայտնի է Live Journal հարթակում գործող իր Ubelki բլոգով։ Եվ այսպես, անցյալ շաբաթվա ամենակարևոր իրադարձությունների աղյուսակը ըստ Իզաբելլայի այսպիսին է. Առաջին տեղում Facebook-ի մոտալուտ փակման մասին կեղծ տեղեկություններն էին, որոնց պատճառով այդ սոցցանցի օգտատերերը խուճապի մատնվեցին։ Սա ցույց տվեց, թե որքան կարևոր տեղ է գրավել Facebook-ը շատերի կյանքում։ Երկրորդ տեղ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանդեպ քրեական գործը կարճվեց։ Խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանին հասցված ապտակի հիման վրա հարուցված քրեական գործի մասին է։ Շատերի կարծիքով սա անպատժելիության մասին է խոսում։ Իսկ ահա երրորդ տեղում սփյուռքահայ բարերար Նարեկացի արվեստի միության նախագահ Նարեկ Հարությունյանին բերման ենթարկելու մասին տեղեկություններ, որն ընդվզման ալիք առաջացրեց սոցցանցերում։ Facebook սոցիալական ցանցում ժամերի ընթացքում ստեղծվեց Free Narek, Ազատեք Նարեկին խումբը։ Դեկտեմբերի 13-ին Նարեկ Հարությունյանը ազատ արձակվեց։ Չորրորդ հորիզոնական ինտերնետում տարածվեց Շարլ Ազնավուրի ռուսաստանյան լայվ շոու բիզին տրված հարցազրույցից մի դրվագի թարգմանություն, որտեղ Ազնավուրին վերագրվում էին Հայաստանի ղեկավարության վերաբերյալ խիստ քննադատական արտահայտություններ, ընդհուպ մինչև ներքին ցեղասպանություն։ Հաջորդ օրն Ազնավուրը հայտնեց լրատվամիջոցներին, որ տեղի է ունեցել թարգմանական սխալ։ Սովետսկի սպորտ թերթի պաշտոնական կայքում հայտարարված մրցույթում շնորհիվ նաև հայ ֆուտբոլասերների ակտիվ ինտերնետային քվեարկության Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկ շաբաթյա քվեարկության արդյունքներով հայտնվել էր առաջին հորիզոնականում։ 6-րդում է Վենետիկում հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացումը։ Ռուսաստանյան հետընտրական իրադարձությունները շարունակեցին քննարկվել անցյալ շաբաթ 7-րդ հորիզոնական։ Անդիմադիր գործիչների, դերասանների, լրագրողների ելույթները հիացմունք էին առաջացնում Facebook-ի օգտատերերից մի մասի մոտ։ 8-րդ հորիզոնական։ Մինչ բնապահպանները շարունակում են պայքարը Քաջարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու դեմ, Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական տվեց եւ հայտնեց, որ հրաժարվելու է նաեւ ՀՀԿ անդամությունից։ Կառավարության ամանորյան նվերը անապահով ընտանիքներին, երեքական շիշ արևածաղկի ձեթ 9-րդ հորիզոնական։ Ինչպես պարզվեց, այս ձեթը ամռանը Ռուսաստանից ներկրել էր արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այն պետք է վաճառվեր, իսկ գումարը մուտք արվեր պետական բյուջե, սակայն չվաճառվեց եւ հատկացվում է այդ ընտանիքներին։ Հարց է ծագում, երբանից է նախարարությունը զբաղվում ձեթի առուծախով։ Իզաբելայի այցելած ամենօրյա կայքերի ցանկը շատ փոքր է։ Առաջին տեղում Gmail-ն է, էլեկտրոնային փոստը, երկրորդում Facebook սոցցանցը, այնուհետև Live Journal բլոգային հարթակը։ Չորրորդում բազմաթիվ մասնագիտական կայքեր, որոնք առնչվում են իրավաբանությանը։ 5-րդում է ազգային ժողովի կայքը Parliament AM, այնուհետև կառավարության կայքը Gov.am։ Վերջին երկու կայքերից Իզաբելան օգտվում է հիմնականում օրենքների, նախագծերի եւ այլ իրավական ակտերի եւ դրանց քննարկումներին ծանոթանալու համար։ Շարունակեք պատրաստվել ամանորին, օգտագործեք ինտերնետը նաև այդ առիթով, իսկ ԻԱԿ-ումբի հաջորդ թողարկումը լինելու է հենց ամանորյա պատրաստությունների մասին։ Առայժմ